Բարի լույս։ Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի գրեթե բոլոր ավտոճանապարհները եւ լեռնանցքները անցանելի են, սակայն տեղտեղ առկա է մերկասառույց։ Դեռ փակ է մնացել Սելիմի լեռնանցքը եւ Գեղարքունիքի մարզում Աղբրաձոր գյուղի ավտոճանապարհները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ այդ ճանապարհներով երթևեկելուց։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպիսին է եղանակը ամբողջ Հայաստանում։ Այսօր առավոտյան երիտասարդ արձակագիր Հովհաննես Իշխանյանը պետք է ներկայանա կենտրոնի գլխավոր քննչական բաժին։ Նրա ընկերների հավաստմամբ Իշխանյանին մեղադրանքներ են ներկայացվել կապված նրա ուվալնյատի օրը գրքի հետ, մասնավորապես իրականության խեղաթյուրում, աղջիկների նկատմամբ վատ վերաբերմունք, զինված ուժերը վիրավորելը եւ այլն։ Այս տեղեկությունը լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում եւ օգտատերերի մեծամասնության կողմից որակվում է որպես գրաքննության վառ օրինակ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ է գրել մամուլը այսօր։ Ողջույն Ժաննա։ Բարի լույս։ Պետք է ասեմ, Լևոն, որ ինչպես վերջին ժամանակներում շատ հաճախ այսօր նույնպես գրել եմ, որ 63 падգամավորից 67-ը կողմ քվեարկելով 3 ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը։ Սա մի լուր էր, որ գրեթե բոլոր թերթերն անդրադարձել էին։ Հաջորդն ուզում եմ անդրադառնալ 168 ժամի հոդվածին, որտեղ վերլուծված է սպառողների վստահության ինդեքսի վերաբերյալ թվային վերլուծություն է տրվել տարբեր։ Պետք է ասեմ, որ Հայաստանի սպառողների վստահությունը գտնվում է միջինից ցածր մակարդակում, այսինքն 50%-ից ցածր է, եւ այժմ կազմում է 2012-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմում է 47.2%։ Սակայն եւ մեկ ուրիշ թվային տվյալ էլ ասեմ, որ չնայած որ ընդհանուր տնտեսության վերաբերյալ գնահատականները լավացել են, սակայն Հայաստանում ԿԲ-ի հետազոտության համաձայն, Կենտրոնական բանկի հետազոտության համաձայն, հայ սպառողների միայն 28%-ն է դրական գնահատել տնտեսության վիճակը։ Այսինքն, ինչպես գրում է 168 ժամի հոդվածագիրը, Հայաստանի սպառողները ընդհանուր առմամբ ներկա պայմաններն ավելի լավ են գնահատել, քան 1 տարի առաջվա պայմանները, սակայն եւ մյուս կողմից ապագա պայմանների նկատմամբ պակաս լավատեսությունը նվազել է, այսինքն մեկ տողով ներկայացրել է այսպես. այսօր լավ է քանցվոր երեք, բայց վաղը դժվար թե ավելի լավ կլինի։ Իսկ այդ 28%-ը դա պաշտոնական տվյալ է։ Իհարկե, Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հրապարակման համաձայն։ Եվ վերջում նորից Կենտրոնական բանկի հրապարակմանն ենք անդրադառնում, օրակարգն է հոդված գրել գործարար միջավայրի եւ տնտեսական ակտիվության ինդեքսների շուրջ։ Նախ Կենտրոնական բանկը այդ ինդեքսները հաշվարկում է 1238 կազմակերպությունների հարցումների հիման վրա եւ համաձայն դրա տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նվազել է 1.7%-ով, իսկ ինչ է իրենց ներկայացնում տնտեսական ակտիվության ինդեքսը, դա կազմակերպությունների թողարկման ծավալների արտադրանքի նկատմամբ պահանջարկի վերաբերյալ կազմակերպությունների այդ սպասումներն են, սպասումներից է ձևավորվում եւ հաջորդ ինդեքսը, գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ավելացել է 4.9%-ով եւ ինչ է իրենց ներկայացնում գործարար միջավայրի ինդեքսը, դա ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականներից է ձևավորվում։ Եվ ուղղակի ուշագրավ էր այն, որ կազմակերպությունների գործունեությանն այս եռամսյակում ամենաշատը խոչընդոտել են ներքին պահանջարկի նվազումը եւ սակայն ոչ միայն դա էր, շատ կազմակերպություններ հարկային օրենսդրության փոփոխությունները արդյունաբերական կազմակերպությունների համար, շատ կազմակերպությունների համար եղել է ոչ թե նպաստավոր, այլ լուրջ խնդիր։ Այսինքն, կարծում եմ, որ այդ խնդիրները վերացնելով կունենանք շատ ավելի լավ արդյունք։ Այսքանն էին մի քիչ ավելի տնտեսական այսօրվա հրապարակումները դրա մասին էին, շնորհակալություն։ Շնորհակալություն Ժաննա։ Այժմի համար այսքանը, մնացեք մեզ հետ։